Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը աղոթքի նախաճաշի իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, նշելով, որ իրեն հաջողվել է հարթել հակամարտությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են։ Երկու երկիրը երկար տարիներ հակամարտեց, սակայն հաջողվեց արագ կարգավորել ամեն ինչ։ Նման հայտարարություն է արել Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը կրկին հիշեցրել է մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործում իր դերի մասին։ Ես հարթել եմ կատաղի պատերազմները Կամբոջայի եւ Թայլանդի, Կոսովոյի եւ Սերբիայի, Պակիստանի ու Հնդկաստանի, Իսրայելի ու Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թրամփը նաև կարծում է, որ պետք է դրախտ ընկնի։ Ես շատ բարիքներ եմ արել մարդկանց համար, կարծում եմ, որ պետք է դրախտ ընկնեմ։ Կատարյալ թեկնածու չեմ, բայց շատ բարիք եմ արել մարդկանց, ասել է ԱՄՆ նախագահը։ Մոսկվայում կրկին բողոքի ցույցեր ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, ամենայն հայ զուգաթողիկոսի, ձերբակալված հոգևորականների եւ մյուս քաղբանտարկյալների։ Հարյուրավոր հայեր եկել էին արտահայտելու իրենց աջակցությունը Սուրբ եկեղեցուն եւ նրա ազգընտիր գահակալ ամենայն հայոց կաթողիկոսին։ Պաստառների վրա գրված բառերն ինքնին արտահայտում էին ցույցի բուն նպատակը։ Պաշտպանեք մեր եկեղեցին, ձեռքերը թեռու Սուրբ Էջմիածնից, ազատություն սրբազաններին։ Մոսկվայի հայերը Հայաստանի կառավարության օրեցօր ահագնացող անօրինական ու հակասահմանադրական գործողություններ անընդունելի են համարում եւ կործանարար հայրենիքի համար։ Ներկաների խոսքով իրենց փողոց է դուրս բերել ոչ թե քաղաքական դրդապատճառը, այլ քրիստոնեական հավատքը, հոգեվոր հենասյունը, սրբազան ժառանգությունն ու պատմական հիշողությունը պաշտպանելու աներկբա ցանկությունը։ Նշենք, որ պաշտոնական այցով Մոսկվայում էր գտնվում նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Աբու Դաբիում եղբայրության մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցմահ դատավճիռներ։ Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։ Հասարակական քաղաքական գործիչները նշում են, Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար դիտմամբ ընտրեց Զայեդի ստացման հաջորդ օրը։ Ըստ շինծու դատավարությունների Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Ապօրինի պահվող մյուս գերիներ Մադադ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման։ Դավիթ Ալավերդյանը 16 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը 18, Լևոն Բալայանը 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Նշենք, խաղաղության մրցանակներ ստանալու ֆոնին Բաքուն շարունակում է ապօրինաբար պահել հայ գերիներին, նրանց շինծու դատապարտել, վերացնել Արցախի մշակութային ժառանգությունը եւ հանդես գալ էքսպանսիոնիստական ագրեսորի հայտարարություններով։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի ընդվզող մարդ էսսեից հետևյալ միտքը. Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հակառուսական արտահայտություններով հայտնի Սիմոնյանը այցից առաջ մեղմացրել է որոշ ձևակերպումներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության կողմից հիբրիդային պատերազմի մասին։ Հատկանշական է, որ դրանով Ալեն Սիմոնյանն ինքն իրեն ուղղել է։ Հենց նա էր անցյալ տարի բազմիցս ասել, որ Ռուսաստանը մեդիա տարածությունն օգտագործում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի համար։ Ռուս նախարարն իր հերթին նշել է, որ Երևանի որոշ հավակնություններ մի քիչ տարօրինակ են հնչում։ Տարօրինակ է լսել Հյուսիսից Հայաստանին սպառնացող որևէ սպառնալիքների մասին հայտարարություններ, հայտարարել է Լավրովը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա անդրադարձել է Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին եւ նշել, որ ԵՄ-ն անընդհատ Հայաստանին ընտրության առաջ է դնում, լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։ Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան նշել է, որ Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ։ Նման ընկալում Հայաստանում չկա եւ երբեք չի լինի։
Ռուսաստանը մեզ համար բարեկամ միութենական պետություն է։ Սիմոնյանը ընդգծել է. թող Ռուսաստանի Դաշնությունում ընկալում չլինի, թե Հայաստանում փորձում են ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բայց քննարկելու խնդիրներ կան։ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանը ընդգծել է. թող Ռուսաստանում ընկալում չլինի, թե Հայաստանում փորձում են ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բայց քննարկելու խնդիրներ կան։ Մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ կապերով։ Հայաստանը դեռևս հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրաձայնվել են, հայտարարել է Սիմոնյանը։ Եվ վերջում օրվա կադր։ 8 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը թշնամուն հանձնեց պատմական հայրենիք Արցախը։ 12 քաղաք, 274 գյուղ, 11450 բնակարան, 60 գործարան, 15 ձեռնարկություն, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 11 հիվանդանոց, 385 եկեղեցի, 60 վանք, 3 միլիարդ դոլարի զենք։ Ընդհանուր առմամբ 100 միլիարդ դոլարի գույք, 120 000 մարդ մնացանոթ է։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկ բաց չթողնելու համար։